Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Վախկոտ մկնիկը։ Ասում են, եթե վագրը մկան սիրտ ուտի, ավելի լավ է կատվի աչքին չերևա։ Մի անգամ ագռավը մկնիկին կտուցն առած տանում էր։ Անտառի վրայով թռչելիս վայր գցեց նրան։ Այդ անտառում ապրում էր մի մարդ, որը կարողանում էր հրաշքներ գործել։ Մկնիկն ընկավ հենց նրա ոտքերի մոտ։ Տեսնելով մկնիկին, մարդը վերցրեց նրան ու տարավ իր խրճիթը։ Մի քանի օր մկնիկն ապրեց մարդու հետ։ Մարդը կերակրում, ջուր էր տալիս նրան, և մկնիկը երջանիկ էր։ Բայց մի անգամ դուրս գալով խրճիթից, նա մոտերքում տեսավ մի մեծ կատու։ Իսկույն փախավ մտավ խրճիթ, կծկվեց անկյունում ու սկսեց դողդողալ վախից։ Այդ տեսնելով մարդը հարցրեց. «Ինչ պատահեց քեզ, ինչու ես դողդողում»։ «Ախ, տերիմ», ծվծվաց մկնիկը, «մեր խրճիթի մոտ ես պատահեցի կատվին և հիմա վախից մեռնում եմ»։ Մարդը մտածեց ու ասաց. «Լավ, ես այնպես կանեմ, որ դու էլ չես վախենա կատվից։ Պառկիր քնիր, առավոտյան, երբ արթնանաս, կտեսնես, որ դարձել ես կատու»։ Ինչպես մարդը խոստացավ, այնպես էլ արեց։ Առավոտյան մկնիկը զարթնեց, տեսավ, դարձել է կատու։ «Էլ չես վախենա կատվից, հիմա դու ինքդ էլ կատու ես», ասաց մարդը։ Մկնիկ կատուն գոհ սրտով դուրս վազեց խրճիթից և հենց որ ուզեց պառկել արևի տակ, հանկարծ նորից տեսավ կատվին։ Խեղճը իսկույն մոռացավ, որ ինքը նույնպես կատու է, ոչ թե մուգ, ու կրկին ծլկեց տուն։ «Ինչ է եղել քեզ», հարցրեց մարդը, «էլ ինչից ես վախեցել»։ Կատուն ամաչեց խոստովանել, որ դարձյալ կատվից է վախեցել։ Անտառում մի մեծ շուն պատահեց, ընկավ հետևիցս, հազիվ ազատվեցի նրանից։ Նորից մարդն ասաց. «Պառկիր քնիր, առավոտյան կարթնանաս, կտեսնես, դարձել ես շուն և էլ չես վախենա ուրիշ շներից»։ Այդպես էլ եղավ։ Առավոտյան կատուն արթնացավ, տեսավ, դարձել է մի մեծ շուն և բարձր հաչելով վազեց անտառ։ Մոտակա ծառի մոտ նա կրկին տեսավ կատվին, կատուն էլ շանը տեսավ։ Կատուն մտածեց, որ շունը հիմա կհարձակվի իր վրա ու պատրաստվեց պաշտպանվելու։ Նա փռթկացրեց, բարձրացրեց աջ թաթը և բարձր մլավեց։ Մլավոցը լսելով, շունը սարսափից իրեն կորցրեց, փախավ մտավ խրճիթ։ «Հիմա ումից վախեցար», հարցրեց մարդը։ Շունը ամաչեց խոստովանել, որ վախեցել է կատվից և ստեց. «Ախ, տերիմ, մեր խրճիթից ոչ հեռու ես հանդիպեցի վագրին և մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի նրա սարսափելի ժանիքներից»։ «Լավ, ես այնպես կանեմ, որ դու սրանից հետո ոչ ոքից չվախենաս, պառկիր քնիր, առավոտյան կարթնանաս, կտեսնես, դարձել ես վագր»։ Այդպես էլ եղավ, շունը քնեց, զարթնեց, դարձավ վագր։ Նա որոշեց. «Ինչ կսազի ինձ, գազանների արքայիս, կծկվել մարդու խղճուկ տնակում, կգնամ անտառ և թող բոլոր գազանները դողան ինձնից»։ Այսպես մտածելով, վագրը փքված գնաց ուղիղ անտառի խորքը և հանկարծ նորից տեսավ կատվին։ Կատուն էլ տեսավ վագրին, սարսափից կատվի մազերը բիզ-բիզ կանգնեցին, մեջքը աղեղի պես կռացավ, աչքերը շուռ եկան։ «Ես կորա», մտածեց նա, վագրի ճանկերից փրկություն չկա։ Իսկ վագրը, որի կրծքում
վախկոտ մկան սիրտ էր դրված, կատվի կայծ կլտող աչքերից սարսափած փախավ դեպի մարդու խրճիթը։ Նա իրեն գցեց տուն և ահ ու դողից ատամները չղչղկացնելով կծկվեց անկյունում։ Մարդը զարմացավ. «Ինչու ես էլի դողդողում, միթե մեր անտառում վագրից էլ ուժեղ գազան կա»։ «Կա», հազիվ լսելի ասաց վագրը։ «Եվ ո՞րն է դա»։ զարմացավ մարդը։ Դա կատուն է։ Այստեղ մարդը ամեն ինչ գլխի ընկավ ու ասաց. «Այն վագրը, որի կրծքում մկան սիրտ է բաբախում, կատվից թույլ է։ Նա, ով մկան սիրտ ունի, թող մուկ էլ մնա»։ Եվ նա վագրին նորից դարձրեց փոքրիկ խղճուկ մկնիկ։